գործը ընդհանրապես դատարանում չպիտի լիներ եւ պաշտպանական թիմը բազմիցս ասել է, որ սա քաղաքական հետապնդում է իր բոլոր խախտումների առկայությամբ։ Ինչ որոշում կկայացնի դատարանը իհարկե չենք կարող կանխատեսել, բայց դատարանի լիազորությունների շրջանակները հետեւյալն են, որ կամ պետք է բեկանի առաջին արձանի դատավճիռը եւ արդարացման դատական ակտ կայացնի, կամ նյութաիրավական դատավարական իրավունքների խախտումներ արձանագրի եւ ենթադրենք բեկանի եւ ուղարկի ըստ ընդդատության քննելու, կամ փոփոխի դատական ակտը, մի խոսքով բազմաթիվ իրավիճակներ կան, միայն կարելի է հստակորեն արձանագրել, որ սա բացահայտ քաղաքական հետապնդում տարպարունակող գործ է իր բազմաթիվ խախտումներով։ Ակնկալիքները, այսպես ասեմ, շատ մեծ չեն, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ նույնիսկ այս իրավիճակում էլի ինչ-որ չափով պիտի արտարադատության նման լինի։ Ակնկալիքը այդքան է, որ գոնե ինչ-որ սահմանափակումներ կհանեն։ Խորքի մեջ չենք սպասում, որ արտարացնեն, չնայած բոլոր հնարավորությունները կան, բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, նաև քաղաքական պատճառները, նաև որ մինչև այսօր դիմադրի մարդիկ են ձերբակալում եւ ցանկացած մեկով իշխանությանը կարծիքի հետ չամենով կարծիք արտահայտի, շատ արագ կձերբակալվի, դրանից ելնելով չեմ կարծում, որ արտարացնեն։